Մեր գյուղի եւ առհասարակ լոռու նշանավոր հուշարձաններից է Սուրբ Գրիգորի վանքը, թեև կիսագործան համարյա ավերակ է արդեն, պատերն են միայն կանգուն մնացել, բայց այդ վիճակում էլ մեծ տպավորություն է թողնում իր կամարներով, գեղեցիկ քանդակներով եւ արձանագրություններով։ Սուրբ Գրիգորի վանքը գտնվում է ձորի մեջ, մի հարթ տեղ, Սարն աղբյուրի մոտ, այդ պատճառով ձորն էլ աղբյուրն էլ կոչվում է Սուրբ Գրիգորի ձոր ու աղբյուր։ Վանքը դեռ մանուկ օրերից հայրիկի սիրած վայրն էր, ու շատ է եղել ընկերների հետ խաղալու եւ աղբրի սառը ջուրը խմելու։ Հետագայում, երբ ամառները հայրիկի մոտ հյուր էին գալիս, առաջին զբոսանքը կատարվում էր դեպի Սուրբ Գրիգորի վանքը։ Մեր գյուղի շրջակա վայրերից ամենատպավորիչը երևի այն խոր ձորն է, որի միջով հոսում է Դեբեդը եւ նրան զուգահեռ սուրում է գնացքը։ Դա գյուղի ամենամոտ ձորն է, ուստի կոչվում է Տան տակի ձոր։ Լեռն այդ ձորը կոչվում էր Անուշի ձոր։ Պատմական է այդ ձորը, որովհետև հարուստ է հին հուշարձաններով, ավելի ճիշտ հուշարձանների հետքերով։ Շատ բան ավերվել է, քանդվել։ Այդ ձորումն է գտնվել մեր տոհմի ընկուզենիների պատմական այգի եւ ջրաղացը։ Այժմ այդ բոլորից մնացել է միայն մի ընկուզենի, զրույց եւ հուշ։ Ասում են, այնքան հաստ են եղել ընկուզենիները, որ երկու տղամարդ չեն կարողացել գրկել, այնքան շատ է եղել ընկույզը, որ փռել են կալով մեկ։ Գինու կարասների հետքեր են մնացել, խաղողի այգու վազեր, թթի, դեղցի ծառեր։ Մնացել է ընտիր հոնի մի ծառ, որ ասում են Թումանյանի տատի սիրած ծառն է եղել։ Դուք լսեցիք Հովհաննես Թումանյանի մասին, պատմում էր Նվար Թումանյանը իր հուշերում։